Ողջույն հարգելի հեռուստադիտող, եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է, ձեզ հետ այսօր ես եմ Սիրանուշ Օհանյանը, ես մասնագիտությամբ հոգեբան եմ, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի մասնագետ։ Հարգելի հեռուստադիտող, մեր առաջին հաղորդման ընթացքում մենք անդրադարձանք էկրանային կախվածության վտանգներին, բայց այսօրվա հաղորդումը որոշել ենք նվիրել հեռախոսային համակարգչային խաղերին, որոնք երեխաների մոտ ագրեսիվության մակարդակի բարձրացում են առաջացնում, եւ շատ հաճախ ծնողները դժգոհում են, որ իրենց հանգիստ երեխաները դարձել են շատ զայրացկոտ, բռնկվող եւ երբեմն այդ ամբողջ զայրույթը թափում են ընտանիքի անդամների վրա։ Եթե նախկինում ծնողները խոսում էին երեխայի հետ եւ երեխան շատ հանգիստ արձագանքում էր որևէ հարցին, այս դեպքում արդեն սկսում է գոռգոռալ, իրեր նետել, նույնիսկ կոտրել որոշակի իրեր կամ խաղալիքները։ Եկեք այսօր հասկանանք, թե ինչ չի կարելի անել, եթե երեխայի մոտ նկատել եք կախվածություն խաղերից եւ ինչ պետք է անել, որպեսզի այդ կախվածությունից ազատեք ձեզ եւ երեխային։ Եվ այսպես, ինչ չի կարելի անել։ Առաջին կետը, որ հաճախ ծնողները անում են, որպեսզի երեխային կտրեն էկրաններից, դա կտրուկ արգելանքն է։ Այսինքն երեխայի ձեռքից վերցնում են հեռախոսը կամ երեխային զրկում են համակարգչից։ Ինչով է վտանգավոր դա, քանի որ երեխան շատ երկար ժամանակ է անցկացրել էկրանների առջև եւ արդեն ունի կախվածություն, կտրուկ արգելքը կարող է նրա մոտ զայրույթի առաջացման պատճառ դառնալ։ Եվ հետո նա կարող է ձեզնից գաղտնի սկսել օգտագործել հեռախոսը եւ այդ ամենն անել ձեր աչքից հեռու։ Օրինակ, իմ աշխատանքային գործունեության ընթացքում շատ են եղել դեպքեր, երբ ծնողներն ասել են, որ իրենց տանը ինտերնետն անջատված է, որպեսզի երեխան չկարողանա հեռախոսի միջոցով մուտք գործել եւ խաղալ։ Սակայն երեխան վերցրել է հեռախոսը եւ գնացել է հանրային որևէ վայր, զբոսայգի կամ նմանատիպ այլ տեղ, միացել է այնտեղի Wi-Fi-ին եւ շարունակել է խաղալ։ Դրա համար կտրուկ արգելելու փոխարեն կարելի է չափավորել այն ժամանակահատվածը, որը երեխան անցկացնում է էկրանների առջև։ Օրինակ, դուք կարող եք պայմանավորվել, որ երեխան կարող է 20 րոպե անցկացնել էկրանների առջև, իսկ այնուհետև կամ հանգստացնել աչքերը, կամ դուրս գալ մաքուր օդին զբոսանքի։ Դա կնպաստի, որ երեխան հասկանա, որ այնուամենայնիվ դուք եք ինչ-որ ձևով գնում փողզիչման։ Չէ՞ որ հարգելի մեծահասակներ, իրականում այսօրվա մեր կյանքը շատ դժվար է պատկերացնել առանց խելացի սարքերի, եւ մենք եւս շատ հաճախ դառնում ենք դրանց այսպես ասած գերին։ Երկրորդ կետը, ինչ չի կարելի անել, երբ դուք պայքարում եք խաղային կախվածության դեմ, չի կարելի երեխային պիտակավորել։ Մի փոքր կենցաղային ձևով բացատրեմ ասելիքս։ Օրինակ, եթե երեխան խաղում է որևէ ագրեսիվ տեսարաններ պարունակող խաղեր, շատ հաճախ ծնողները սկսում են նախատել երեխային ասելով. շուտով դու կդառնաս քո խաղերի կերպարներից մեկի պես, օրինակ, կվերածվես զոմբիի եւ այդպես շարունակ։ Իրականում ձեր արած արտահայտությունները ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցնում, ճիշտ հակառակը երեխաների մոտ առաջացնում են ընկճվածություն, անհանգստություն եւ նմանատիպ այլ զգացողություններ։ Դրա փոխարեն կարելի է բացատրել, թե ինչպիսի բացասական հետևանքներ կարող է ունենալ էկրանների առջև երկար ժամանակ անցկացնելը։ Օրինակ, կարող է վտանգվել տեսողությունը, կարող է առհասարակ նրա ողնաշարի հետ կապված խնդիրներ առաջանալ եւ այլն։ Իսկ երրորդ կետը, թե ինչ չի կարելի անել, չի կարելի երեխաներին ներկայացնել սարսափելի վատատեսական սցենարներ։ Եվս մեկ անգամ կենցաղային տարբերակով ներկայացնեմ ասածս։ Օրինակ, լինում են դեպքեր, երբ որ տանը մեծահասակներն ասում են, եթե դու շարունակես այս խաղը խաղալ, դու կվերածվես հոգեկան հիվանդի, գժի ու նմանատիպ այլ արտահայտություններ, որոնք բնականաբար ձեր սրտացավության պատճառով եք արտահայտում, բայց ինչպես արդեն նշեցի, ոչ մի դրական արդյունքի չեն կարող հանգեցնել։ Կարող եք դրա փոխարեն երեխային բացատրել, որ նկատում եք, թե ինչպես է իր հոգեվիճակը փոփոխվել, որ նկատում եք, որ նախկինում ավելի խաղաղ էր արձագանքում ցանկացած բանին, իսկ հիմա ավելի
զայրույթով է վերաբերվում, ագրեսիվ պոռթկումներ է ունենում եւ այդպես շարունակ։ Մենք անդրադարձանք 3 կարևոր կետերին, որոնք չի կարելի անել, բայց եկեք այժմ էլ հասկանանք, թե ինչ պետք է անեք, եթե ցանկանում եք հնարավորինս սահմանափակել երեխայի անցկացրած ժամանակահատվածը էկրանների ու հատկապես լարվածություն ու ագրեսիվություն առաջացնող խաղերի ընթացքում։ Երևի թե նկատել եք, որ երեխաներին շատ ձգում են այն խաղերը, որտեղ որ մարտարվեստներ են, որտեղ նա պետք է կրակի, վազի, երբեմն մրցման մեջ մտնի, մեքենա քշի եւ այլն։ Ինչու է այդ ամենը տեղի ունենում, որովհետև խաղերի մեջ շատ են վառ գույները, այդ ամենն առաջնորդվում է որևէ հետաքրքիր երաժշտությամբ, կան մրցանակներ, ոգևորող բաներ, երբեմն նույնիսկ խաղերի ավարտին, երբ երեխան հաղթում է, ծափահարության ձայներ են միանում։ Եվ այն երեխաներն, ովքեր կյանքում ունեն որոշակի բաց հատված կապված դրանց հետ, անմիջապես մտնում են խաղի մեջ եւ իրական կյանքն իրենց համար դառնում է ձանձրալի եւ անհետաքրքիր։ Պատկերացրեք, որ կա երեխա, ով ունի խնդիր հասակակիցների հետ եւ որքան էլ ջանում է ընկերներ ձեռք բերել, միևնույն է իր մոտ չի ստացվում։ Իսկ խաղի ընթացքում նա ավելի անկաշկանդ է շփվում իր խաղի գործընկերների հետ, այսպես ասած։ Ծանոթանում է տարբեր երկրների երեխաների հետ, իրենց հետ կիսվում է փորձով եւ այլն, ու ասես ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում, քան իրական կյանքում։ Էլ չենք խոսում այն մանրուքների մասին, որ տանից դուրս գալուց առաջ նա պետք է հարդարի մազերը, փոխի հագուստը եւ այլն եւ այլն։ Իսկ համակարգչի կամ հեռախոսի առջև նստած խաղալը ավելի հարմարավետ է իր համար եւ լրացուցիչ որևէ բան չի պահանջում։ Դրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ խաղերի մեջ շատ են ոգևորող, մոտիվացնող մրցանակները, եւ նա իրեն ավելի լավ է զգում, ու այդ մրցանակները շոյում են իր ինքնասիրությունը։ Նա այդպիսով բավարարում է իր բազային պահանջմունքները՝ գնահատված լինելու, հարգված լինելու, ընկերներ ձեռք բերելու, մրցակցելու եւ այլն։ Հետևաբար, եթե ցանկանում եք, որ երեխան ավելի շատ ժամանակ հատկացնի իրական շփմանը, պետք է փորձեք դուք որպես ծնող այդ շփումը խթանել։ Կարող եք երեխային տանել որևէ սպորտային խմբակի, պարային խմբակ, երեխայի հետ միասին սեղանային խաղերով զբաղվել, անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի երեխայի առօրյան ավելի հագեցած լինի։ Եվ նա ձեռք բերի իրական ընկերներ, որոնց հետ միասին հետաքրքիր ժամանակ կանցկացնի։ Հետո հարգելի ծնողներ, ինչպես հաճախ ենք նշում, շատ կարևոր է, որպեսզի դուք էլ վերանայեք ձեր սովորույթները։ Օրինակ, եթե դուք օրվա ընթացքում երեխայի աչքի առջև մեծ ժամանակ եք տրամադրում հեռախոսին ու անընդհատ սոցցանցերն եք թերթում կամ անգամ իրպես տարված եք որևէ համակարգչային հեռախոսային խաղով, դուք ձեր օրինակով եք ցույց տալիս, որ կարելի է այդպես ժամանակ անցկացնել ու այդպես ավելի հետաքրքիր է։ Իսկ որպես մասնագետ մի շատ կարևոր կետ հավելեմ, հատկապես ավելի մեծ տարիքի երեխաների համար շատ արդյունավետ կլինի, եթե դուք իրենց փորձեք ներգրավել որևէ կամավորական, բարեգործական աշխատանքի մեջ։ Երեխան այդպիսով իրեն ավելի գնահատված, հարգված կզգա ու կզգա, որ ինքը կարողանում է ինչ-որ մեկի համար բարի գործ անել։ Այդպիսով նաև կբարձրանա իր ինքնագնահատականը, իսկ կամավորական գործեր այս ընթացքում շատ նկատած կլինեք։ Երեխան կարող է գնալ վերականգնողական կենտրոն, փորձել օգնել այն երեխաներին, ովքեր ունեն հաշմանդամություն եւ ունեն ընկերոջ, բարի մարդու կարիք։ Այդպիսով երեխայի առօրյան եւ ավելի հագեցած կլինի եւ ինքնագնահատականը կբարձրանա, ինչպես արդեն ասացինք։ Ու նաեւ մի բան էլ, հարգելի ծնողներ, շատ կարեւոր է միասին անցկացրած ժամանակը։ Վստահ եմ, որ շատերի համար դա մի փոքր անիրական է թվում, քանի որ առօրյա հոգսերի ու վազվզոցի մեջ գրեթե ժամանակ չի մնում ընտանիքի անդամներին հատկացնելու համար։ Բայց շատ կարեւոր է, որ հիշեք, հոգսերը միշտ էլ լինելու են, իսկ երեխաների մանկությունը շատ արագ է անցնում։ Փորձեք հասցնել, վայելել այդ գեղեցիկ ակնթարթները միասին, որովհետև դուք շատ կարևոր մարդ եք երեխայի անձի ձևավորման հարցում։
Իսկ հաղորդման երկրորդ հատվածում ձեզ կներկայացնեմ այսօրվա մեր թեմայի վերաբերյալ թերապևտիկ հեքիաթ։ Եվ այսպես փոքրիկ անտառում ապրում էր արջերի ընտանիքը՝ հայր արջը, մայր արջը եւ փոքրիկ արջուկը։ Իրենք ապրում էին շատ գեղեցիկ տարածքում, որտեղ կային ծառեր, կար փոքրիկ լճակ եւ շուրջ բոլորը կենդանիներ էին։ Բայց մի օր ընտանիքի անդամները որոշեցին, որ իրենք պետք է ունենան ինտերնետ։ Այո, անտառի իրենց տնակում ինտերնետ ունենալ։ Եվ ասեմ ավելին, երբ որ փոքրիկ արջուկի ծննդյան օրը մոտեցավ, ծնողներն իրեն նվիրեցին հեռախոս։ Եվ այդ օրվանից սկսած մեր փոքրիկ արջուկն իր օրվա մեծ մասն անցկացնում էր հեռախոսային խաղեր խաղալով։ Մայրիկը մտնում էր սենյակ, որևէ հանձնարարություն էր տալիս, որևէ հարց էր տալիս, բայց մեր արջուկը չէր լսում այդ ամենը, քանի որ փորձում էր հնարավորինս արագ վազել, հաղթել խաղում եւ այդպես շարունակ։ Մայրիկը բարկանում էր, փորձում էր հեռախոսը վերցնել արջուկի ձեռքից, բայց ոչ մի անգամ չէր հաջողվում։ Նա նեղանում էր, լաց էր լինում եւ այդպես շարունակ ու արդյունքում մայրիկը ստիպված զիջում էր։ Բայց մի օր անտառում սաստիկ քամի սկսվեց եւ լարերը վնասվեցին, ինչի պատճառով անջատվեց մեր արջուկի հեռախոսի ինտերնետը եւ կյանքը մի պահ դարձավ անհետաքրքիր։ Նա չգիտեր ինչ անել, քանի որ վաղուց չէր գնացել անտառի խորքերը, չէր գնացել լճակ եւ չէր խաղացել իր ընկերների հետ։ Ձանձրույթի պատճառով որոշեց ինչ-որ բան անել եւ հիշեց, որ կարելի է իր ընկեր Ոզնուն հյուր գնալ ու իր հետ միասին խաղալ։ Բայց երբ որ նա գնաց Ոզնու տուն, Ոզնու մայրիկն ասաց, որ Ոզնին գնացել է սունկ հավաքելու։ Մեր արջուկը շատ տխրեց, բայց հիշեց, որ ունի նաև այլ ընկերներ։ Մտածեց, որ կարելի է գնալ նապաստակին կանչել խաղալու։ Երբ գնաց նապաստակի տուն, պարզվեց, որ նապաստակն էլ տանը չէ, գնացել է լճակի ափին ֆուտբոլ խաղալու մյուս կենդանիների հետ։ Մնաց վերջին տարբերակը։ Արջուկը մտածեց, որ կարելի է խաղի հրավիրել Սկյուռին։ Երբ գնաց Սկյուռի տուն, Սկյուռի մայրն էլ ասաց, որ Սկյուռը գնացել է մրցումների։ Ու այդպես մեր արջուկը մնաց մենակ։ Երկար մտածելուց հետո որոշեց, որ քանի որ նապաստակը գնացել էր ֆուտբոլ խաղալու, կարելի է միանալ իրեն։ Երբ գնաց, տեսավ, թե ինչ մեծ ոգևորությամբ են բոլոր կենդանիները հավաքվել ու անհամբեր սպասում են, թե երբ է նապաստակը վերջապես գոլ խփելու։ Նա էլ ոգևորվեց, որոշեց միանալ այդ խաղին եւ փորձել գոլ խփել։ Բայց քանի որ հետ էր վարժվել, սկզբում իր մոտ ոչինչ չէր ստացվում, նույնիսկ վազել չէր կարողանում, բայց աստիճանաբար մտավ խաղի ընթացքի մեջ եւ սկսեց շատ լավ խաղալ։ Ու երբ գոլ խփելուց հետո տեսավ ոնց են կենդանիները ոգևորվել, որոշեց, որ այսուհետ շատ հաճախակի է գնալու ու իր ընկերների հետ խաղալու։ Այդ օրը շատ հետաքրքիր ու բովանդակալից անցավ իր համար։ Նա հատկապես ուրախացավ, երբ հանդիսատեսի մեջ տեսավ իր ընկեր Ոզնուն եւ Սկյուռին, որոնք եկել էին տեսնելու, թե ինչպես է ինքը խաղում։ Երբ վերադարձավ տուն, պարզվեց, որ ինտերնետն արդեն հասանելի է, լարերը նորոգվել են, բայց ի զարմանս եւ ի ուրախություն մայրիկի նա իր ձեռքը չվերցրեց հեռախոսը, դրա փոխարեն մեծ ոգևորությամբ մայրիկին պատմեց, թե ինչքան հագեցած ու գեղեցիկ օր է ունեցել ընկերների հետ։ Եվ այդ օրվանից սկսած շատ հազվադեպ էր մեր արջուկն իր ձեռքը վերցնում հեռախոսը։ Դա անում էր միայն այն օրերին, երբ դրսում անձրև էր գալիս եւ բոլոր կենդանիները փակվում էին իրենց որջերում ու դրսում խաղալու տարբերակ չկար։ Այդ օրվանից սկսած նա հասկացավ, որ իրականում ընկերների հետ հաճելի վազվզոցը, խաղալը, աղմուկը, ուրախությունը ոչ մի բանով չի կարելի փոխարինել։ Եվ որքան էլ հետաքրքիր ու գեղեցիկ են թվում հեռախոսային խաղերը, միևնույն է դրանք չեն տալիս այն ուրախությունն ու ջերմությունը, ինչը տալիս է կենդանի շփումը։ Դե ինչ հարգելի հեռուստադիտող, հուսով ենք, որ այսօրվա մեր հաղորդումը ձեզ համար օգտակար եղավ եւ այսօրվա ընթացքում մեզնից ստացած ինֆորմացիան դուք կկիրառեք ձեր առօրյա կյանքում։ Իսկ ձեզ հետ այսօր ես էի Սիրանուշ Օհանյանը։ Կհանդիպենք։